Անուշ Ավանեսյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամներից էր։ Ընտանիքով Արտաշատում են բնակություն հաստատել, տարբեր վայրերում է աշխատել, բայց Երևանում Արցախի թեմի գրասենյակի վերաբացվելուց հետո այնտեղ է աշխատանքի անցել։ Պատմում է, Ստեփանակերտում երիտասարդները ակտիվ ու համախմբված թեմական կյանքով էին ապրում։ Հաճախ էին հանդիպում հոգևորականների հետ, զրուցում աստվածաշնչյան թեմաներով։ Ամեն ինչ փոխվեց բռնի տեղահանումից հետո։ Քանի որ երիտասարդաց միության անդամները Հայաստանով մեկ սփռվել են եւ շատ դժվար է դարձել նրանց իրար հավաքելը, չնայած նրան, որ ցանկությունը մեծ է, մենք փորձեցինք երիտասարդաց միության անդամներով ստեղծել on-line հարթակ, առցանց հարթակ, որպեսզի գոնե դրա միջոցով կարողանանք համախմբվել եւ մեր հանդիպումները շարունակել առցանց տարբերակով։ Անուշն ընկերուհու հետ է վարում on-line հարթակը։ Ամենօրյա սուրբ գրային ընթերցումներ են տեղադրում, հոգևորականների հետ քննարկումներ կազմակերպում։ Հոգևորականների եւ միմյանց հետ կապն ամրապնդելու համար որոշել են փոխել հանդիպումների ձևաչափն ու հոգևորականների հետ շփվել համացանցից դուրս։ Հերթական հանդիպումն անցկացվեց եկեղեցականաց եւ երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ։ Սրբազան հայրը հանդիպման թեմա էր ընտրել չարի գոյությունը հակառակ Քրիստոսի հարության։ Ինչպես է գործում չարը, ինչու է Աստված թույլատրում չարի գոյությունը։ Սրբազան հայրը թեման ընտրել էր հատուկ պատերազմի միջով անցած արցախցի երիտասարդի համար։ Եթե Հիսուս հաղթահարեց մահուն, ինչու այսօր աշխարհի մեջ դակավին գա հալածանք եւ չարչարանք եւ չար մարդիկ, ինչու ցեղասպանություն, որ պատահեցավ 110 տարի առաջ, ինչու Արցախյան մեր վիճակը եւ ակսորվեցավ եւ անդունի մնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Երևաբար այսօր Սուրբ Գիրքի էջերից պիտի փորձենք պատասխաններ փնտրել այս հարցումներով համար, թե ինչպես կարանք համապատասխանեցնել մեր եկեղեցու կարևորագույն վեմքարը հավատքին, որն է Քրիստոսի հարությունը բերելներն, որով մահը կողեց եւ մեզ կյանք ապարգևեց, ոնց կարանք համադրել այս աստվածաբանական ճշմարտությունը մեր ամենօրյա կյանքի հետ, որ լեցուն է հալածանքներով, չարչարանքներով։ Երբ իմացա նման նախաձեռնության մասին, շատ ուրախացա, որովհետեւ այն հնարավորություն էր ինձ տալու ամեն օր ընթերցելու Սուրբ Գիրքը կանոնավորապես, ինչը շատ կարևոր է, որովհետև մենք երբեմն ընթերցում ենք, երբեմն չենք ընթերցում, բայց կարևոր է այդ շարունակական կապը պահել Աստծո հետ, եւ ինչպես ասվում է, աղոթքի միջոցով մենք ենք խոսում Աստծո հետ, բայց ընթերցմամբ Սուրբ Գիրքը Աստված է խոսում մեզ հետ, այնպես որ շատ կարևոր է այդ կապը միշտ պահել, ինչը այս նախաձեռնությունը օգնում է իրականացնել մեզ երիտասարդներից, ինչի համար շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ թե on-line հարթակում, թե off-line։ Շատ հավես անցնում, շատ լավ միջավայր է, շրջապատ է։ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսեց երիտասարդների կյանքում նմանօրինակ հանդիպում քննարկումների կարևորության մասին։ Հոգևորականների հետ հանդիպումները Բաղրամյան 59G հասցեում գտնվող Արցախի թեմի գրասենյակում շարունակական կլինեն։ Անուշ Արաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։